Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք դոկ կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15։ Ողջույն Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Աննա Առաքելյանը, Դեմոկրատիա օրենք կարգապահության կուսակցության падգամավորի թեկնածու, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք։ Տիկին Առաքելյան, նախ առաջի հարցը, ինչու հենց որոշեցիք միանալ դոկ կուսակցությանը և ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Պատասխանեմ, շնորհակալություն հարցի համար։ Ինչու է հենց Վարդան Ղուկասյանը մեր վարչապետի թեկնածուն և ինչու ես որոշեցի միանալ։ Որոշումս շատ վաղուց եմ կայացրել, դեռ այն ժամանակներից, երբ մենք այսպես կոչված հեղափոխություն արեցինք և ես անընդհատ սպասում էի խոստացված փոփոխություններին, որ սա ենք անելու, նա ենք անելու և հերթական անգամ, երբ որ ես սոցկայքերում էի, հանդիպեցի Վարդան Ղուկասյանին, որը որ ասում էր, որ բավական է արդեն թավշյա բառը կիրառենք և եկեք սկսենք աշխատել այդ ուղղությամբ, իմ ուշադրությունը գրավեց այդ անձը և հասկացա, որ մեր մտքերը նույնն են, ես էլ եմ այդպես մտածում, որովհետև արդեն ամեն ինչին նայելուց թավշյա է տեսնում, ես սպասում եմ վերջապես այդքան սպասված բարեփոխումներին և այդքան սպասված պատիժներին և այլն, և այլն։ Եվ այդ իսկ օրվանից ես հետևեցի իրեն, ճիշտ է, բոլորս գիտենք իր բառամթերքը, ներկայանալի ձևը և այլն, բայց ամեն դեպքում ես որոշեցի վերցնել, ես որոշեցի լսել իրան, շարունակել լսել և վերցրեցի իմաստը, գաղափարը, թե նա ինչից է խոսում և հասկացա, որ շատ խորիմաստ մարդ է և շատ հայրենանվեր, որը որ նաև նույնպես համընկնում էր իմ գաղափարների հետ։ Հարգելով, ընդունելով նրան, որոշեցի մինչև այսօր իմ որոշումը մնացել է նույնը և ես շատ ուրախ եմ, որ ինքը որոշել է մտնել քաղաքականություն և ես էլ պատիվ ունեմ մասնակցելու այս ամենին, ինչ-որ մի ձևով իմ լուման ներդնելով բարեփոխումների մեջ։ Ձեր մասին մի քիչ կպատմեք, ինչ մասնագիտություն ունեք, մի փոքր հատված ձեզ ներկայացրեք հանրությանը։ Շատ լավ, ես իմ կարիերայում միշտ աշխատել եմ պետական համակարգերում, հարկային տեսչություններում, Հայաստան էլեկտրական ցանցերում, հիմա արդեն 2008 թվականից մասնավոր սեկտորում եմ աշխատում որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսիստ, ֆինանսական գծով տնօրեն, ավարտել եմ բարձրագույն կրթություն ունեմ, տնտեսագիտական ոլորտում առհասարակ իմ գործունեությունը ծավալվել, մասնագիտությամբ իրավագետ հաշվապահ եմ։ Շատ լավ, Տիկին Առաքելյան, ձեր նախընտրական ծրագրում ինչպիսի բարեփոխումներ եք բերելու մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար։ Այ օրինակ ներկայիս իշխանությունները ներդրել են պարտադիր ապահովագրական համակարգը և մարդիկ ստանում են անվճար բուժօգնություն։ Լավ, պատասխանեմ ձեր հարցին, նախ նշեմ ձեր ասած շեշտադրումը անվճար բուժօգնություն բառի վրա, հա, ինչ է նշանակում անվճար բուժօգնություն, այսպես ասեմ, ուրեմն վերցնենք ինչ-որ մի օրինակ, հա, այդ
մեր կյանքից, տեսեք, ասում եք անվճար բուժօգնություն, մարդիկ երբեմն բախվում են, հիմա օրինակ երբեմն բախվում են այնպիսի իրավիճակների, որ բուժօգնությունը, այդ պարտադիրապահովագրության հիմքով ընկած բուժօգնությունը լինում է անհնարին, ասեմ ինչու, լինում են հերթագրումներ, ասենք ինչ որ մարդը ինչ որ ախտորոշմամբ գնում է բժշկի, որ հասկանա իր մոտ ինչ է կատարվում եւ օրինակ, հա, վերցնենք 3 իրար հետ փոխկապակցված գործողություն է պետք անել, որպեսզի մարդը վերջում վիրահատվի կամ ստանա բուժօգնություն կամ ստանա որոշակի դեղորայք։ Ուրեմն այդ փոխկապակցված գործողությունների ժամանակ անհնարին է դառնում ինչ առումով, որ օրինակ համար մարդուն նշանակել են արյան անալիզ, ինչ որ ռենտգեն ստուգումներ կամ սոնոգրաֆիա, հերթագրումներից սկսենք, հա, հերթագրումները այնպիսի ինտերվալներով են լինում, որ մի անալիզը տրվում է հիմա, մյուսը տրվում է ասենք 15 օր հետո, մյուս այցը տրվում է 1 ամիս անց եւ եթե ասենք այդ խեղճ հիվանդը սպասի իր հերթին կամ սպասի տվյալ անալիզների պատասխաններին կամ սպասի եւ երբ է ստանու տվյալ դեղորայքը եւ այդ բուժումը երևի թե կդառնա անբուժելի հիվանդ կամ կխորանա հիվանդությունը եւ կդառնա չգիտես ինչ պատմություն։ Դրա համար շատ դեպքերում մարդիկ գնում են վճարովի տարբերակով եւ չեն սպասում իրենց հերթին, նույնիսկ ասենք եղել է որ փոքրիկ երեխային տարել են ինչ որ հազում է, հա, փոքրիկ երեխայը տարել են բժշկի, կասկածանքով ծնողները կասկածում են որ երեխան կարող է թոքաբոր բնի, երեխայի ստուգումը, ռենտգենը, չգիտեմ, մի բանը նշանակում են 1 ամիս հետո, եւ արդեն պարզ է, որ 1 ամիս անց արդեն շատ ուշ կլինի եւ ստիպված ծնողները կամ կվճարեն եւ կդիմեն վճարվի բուժ հաստատություններին իրենց հարցին ավելի օպտիմալ լուծում ստանալու համար։ Իսկ ինչ որ վերաբերվում է անվճարին, ես հենց մի բան էլ ասեմ, ուրեմն այս համակարգ ներդրվեց պարտադիր ապահովագրական վճարի հետ կապված 25 թվականի դեկտեմբերին մեր աշխատավարձի հաշվարկի մեջ կատարվեց փոփոխություն, լինելով հաշվապահ, ես ասեմ մանրամասները, որոշվեց կրճատել պարտադիր դրոշմավճարը, որը որ հատկացվում է, գիտեք, բանակին եւ դրա փոխարեն ներդրվեց պարտադիր ապահովագրական վճարները։ Բավականին տարբերությունը շատ մեծ է, այսինքն եթե մենք բոլորս միանշանակ երբևիցե չենք հակասել այդ օրենքին, բոլորս մեծ սիրով, մեծ սրտով բոլոր մարդիկ, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծ սիրով վճարել են դրոշմավճարները, երբեք չեն բողոքել, որ ինչի պետք է մեր աշխատավարձի դրոշմավճար գնա բանակին, հիմա այդ բանակին տրամադրվող պարտադիր դրոշմավճարները դարձել են պարտադիր ապահովագրավճարներ։ Թող ինձ իհարկե ներեն թոշակառուները, որից մեր տանն էլ կա, իմ մայրիկն էլ է թոշակառու, բայց ես կուզենայի հիմա լսեին այն մարդիկ, ովքեր համարում են դա անվճար, արդյոք այդ բուժօգնությունը անվճար է, թե շատ ավելի թանկ ենք մենք վճարում, այսինքն ստացվում է այնպես, որ մեզ բանակ պետք չի, մեզ բանակի համար հատկացվող գումար պետք չի, այլ պետք է մեր առողջությանը տրամադրված գումարները, որոնք որ ինչպես քիչ առաջ նշեցի, երբեմն ոչ ճիշտ ճանապարհով է օգտագործվում, այսինքն անձը շատ հնարավոր է որ չկարողանա օգտվել այդ ապահովագրավճարից, անվճար բուժումից, դեղորայքից, ստիպված լինելով այլ ընտրանքային ճանապարհներով իր հարցի լուծում տալ։ Կան նաև դեպքեր, որ թոշակառուներին տարից մարդկանց նշանակված դեղորայքը չեն հատկացվում, ասում են չկա, բայց այդ նույն դեղորայքը շատ հանգիստ վաճառվում է դեղատներում։ Ինչպես հասկանալ այդ հանգամանքը։ Այնպես որ այդ անվճար գաղափարը այդքան էլ ես չեմ համարում ճիշտ, որովհետև մեկը մյուսով փոխարինելը դա դեռ չի նշանակում, որ բարելավվեց։ Իսկ ինչ մնում է բարելավմանը, օրենքի մեջ փոփոխություն անելու հետ կապված, հարկերի մեջ փոփոխություն անելու հետ կապված, այո, կարող ենք որոշակի հարթակներում կատարել փոփոխություններ, բնականաբար դրան զուգահեռ ունենալով նաև գործիքակազմ, այսինքն զսպող միջոցներ, որովհետև եթե մենք հայտարարենք, որ մենք հեսա հարկերը կհանենք, հա, կամ կիչեցնենք, կամ որոշակի փոփոխություններ կանենք, դա չնշանակեց, որ մեր տնտեսական վիճակը բարելավվեց, այսինքն հարկը միտեղ իջեցնելով չենք կարող հարց լուծել, պետք է գտնել ավելի օպտիմալ տարբերակ։ Եվ եթե թույլ կտաք, ես մի բան ձեզ ներկայացնեմ, օրինակ, ասենք եկեք մի բան պատկերացնենք, որ
ցեք աշխատավարձը գործունեության ոլորտում եմ ասում, հա, գործատուի համար ամենաթանկ հարկը տեսակն են, 25% աշխատողի աշխատավարձից մենք վճարում ենք հարկեր, հա։ Հիմա այդ 25% աշխատավարձից վճարելով մենք գործատուն ունենում ամենաթանկ հարկը։ Շատ դեպքերում մինչև հիմա այդ արատավոր երևույթը կա դեռ մեր Հայաստանի Հանրապետությունում, որ աշխատողին աշխատավարձը տալիս են երկու մասով՝ գրանցված եւ չգրանցված մասով։ Թող որովհետեւ մեկը չհերքի, կանայու այդպես ընկերություններ, որոնք այդպես էլ վարվում են ինչու, քանի որ օրինակ վերցնենք, հա, անձը ստանում է 230,000 օրինակի համար մաքուր աշխատավարձ, բայց 100-ը տալիս են գրանցված, 130-ը տալիս են կանխիկ, չեն վճարում դրա համար, հարկ չվճարելու համար։ Ինչի, որովհետև ավելի լավ է տարավերջում, դա չէ որ ամբողջությամբ ծախս է վերջում դա գործատուի համար, լավ է տարավերջում շահութահարկի համար, հա։ Ասեք մենք վերցնում ենք եկամտահարկ, շահութահարկը, դա ես մշակել եմ եւ վերնագիրը դրել եմ 0 դրամ կորուստով գործարք 3 կողմերի համար։ Այստեղ աշխատողն է, գործատուն է եւ պետությունը։ Հիմա գործատուին, հա, անդրադառնանք, որ տեսեք, գործատուն տարեվերջում արդեն, քանի որ ինքը շատ ծախս չանելու համար չի կարողացել ֆակտически փաստացի այդ գումարները նա վճարել, այսինքն տարեկան կտրվածքով նա իր բիզնեսի բյուջեից այդ գումարները տրամադրել, բայց տարեվերջում քանի որ հիմք չունի, չի կարողանում իր ծախսերը հիմնավորի, որովհետև այնտեղ ավելի շատ է հարկը, քան այստեղ, եւ դրա փոխարեն ինքը գերադասում ավելի լավ տարեկան 18% շահութահարկը վճարեմ, քան ամսական 25% եկամտային հարկը։ Եկեք պատկերացնենք մի բան, որ դարձել է ավելացող մասը, կրկնում եմ, ավելացող մասը դարձել է 18%, որովհետև որ այդպես է, հիմա բոլորը չեն ավելացնի, ոչ բարեխիղճ գործատուները կմտածեն, ահա լավ էր, իջեցրեցին շահութահարկը, եկամտահարկը, դարձրեցին շահութահարկի նման 18%, ավելի լավ է, ուրեմն ավելի լավ, քիչ հարկ կվճարենք, չենք վճարի, ոչ, դրա համար էին սկզբից նշեցի գործիքակազմի համար, որ կան գործիքակազմեր, որոնք կսաստեն, կզսպեն այդ գործողությունները, то есть, այսինքն կավելանա, հարկը կպակասի միայն աշխատավարձին ավելացրած մասի համար, մինչև որ գործատուների գիտակցությունը կգա նրան, որ պետք է Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին չտնտեսել եւ այդ բյուջեի հաշվին պետք է կատարել, բյուջեն պետք է կատարել լրիվ իրական վճարումները, որպեսզի մենք ունենանք լավ տնտեսություն, սա էլ ինչ-որ մի ճյուղ տնտեսության համար, հա։ Այստեղ գործատուի շահը որն էր, ասեմ, ուրեմն գործատուն նախ եւ առաջ, եթե վճարում է, ինքը ավելի լավավոր է 230,000 դրամի պահը, եկամտային հարկը չվճարի վերջում, ուղղակի տարեվարկտրվածքով մեկ անգամ տարեվերջում վճարի ծախսերով չի հիմնավորված, ուղղակի իրացման շահույթի վրա 18% մի կտրվածքով ավելի լավ է իր համար վերջում վճարի, ավելի քիչ, քան հիմա ավելի շատ վճարի։ Դրա համար դա գերադասում է ավելի լավ ծախս չունենամ, բայց ունենամ շահութահարկ։ Բայց եթե շահութահարկը ինքը շահութահարկի եկամտային հարկը դարձնում ենք 18% ավելացրած միայն աշխատավարձին ավելացող մասի համար, շատ հանգիստ ձևով գործատուն արդեն իսկ ունի ծախսը, որ հետո չի գնում ծախս փնտրելու, թե ինչ ծախս դնեմ, իրականում նա արել է, բայց հիմնավորում չունի։ Ինչպիսի հիմնավորումներ դնի, որպեսզի կարողանա իրական պատկերը, ոչ թե հաշվապահական ծախս, այլ ֆինանսական ծախսը բերել հավասարացնել, որպեսզի կարողանա ճիշտ իր գործունեությունն իրականացնի։ Մի քիչ մասնագիտորեն եմ բացատրում, միգուցե եւ շատերի համար դա հասանելի չլինի, բայց գործատուները հաստատ հիմա ինձ հասկանում են։ Այսինքն հետագայում տարեվերջում իրանք չեն ունենում ծախսեր այստեղից այնտեղից փնտրելու կարիքը, իրանք ունենում են ճիշտ հավաքագրված աշխատավարձի չափ վճարած մի շահ գործատուի համար, երկրորդը իր խեղճն էլ է հանգիստ լինում, որովհետեւ մի գործատու ավելի, այսպես ասած, բարձր չի ձայնը լինում գործատուի, որտեղ ստանում է իր ամբողջական աշխատավարձը, իր աշխատավարձի պատկերը ճիշտ է լինում եւ այլն։ Հիմա անցնենք աշխատողի շահին, հա, երկրորդ ինչա շահում աշխատողը։ Աշխատողը շահում է հետեւյալը, որ օրինակի համար աշխատողի ամբողջական աշխատավարձը գրանցված է բանկային համակարգով ստանում է, աշխատողը ինչ է ունենում բանկում, ունենում է բարձր վճարունակությամբ աշխատավարձ, հա, ունենում է բարձր աշխատավարձի համապատասխան օվերդրաֆտներ կարող են տալ, սպառողական վարկեր կարող են տալ,
դա նույնպես ֆիզիկական անձի, ասենք աշխատակցի համար դա լավ է, հա հետագայում դեսպանատներ են գնում երկրից դուրս գալու կամ ինչ-որ բանի համար, իրանց բանկային համակարգում քաղվածքում ստացած աշխատավարձի չափը, որը ավելի բարձրական հաստատ 230-ն ավելի լավ է դիտարկվում, քան 100,000 գրանցվածը, ավելի ներշնչում է վստահություն, որ այո, այս մարդը ունի միջոցներ արտասահման մեկնելու, հանգստանալու, հետ վերադառնալու։ Էդ էլ երկրորդ շահը, աշխատողը, իսկ պետության շահը այն է լինում, որ նախ ունենում է ինքը ամսական կտրվածքով, այսպես ասած, ավելի շատ հարկ, որովհետև հաստատ 100,000-ի 25%-ը եւ 230,000-ի 18%-ը հաստատ ավելի շատ է, ճիշտ է։ Բյուջե մտնում է ամսական այդ գումարները, ոչ տարեկան մի անգամից մի կտրվածքով, ավելի ամսական է սկսվում բյուջեն լցվել, ավելի շատ հնարավորություն է պետությունն ունենում իր գումարները, տնտեսական, այսինքն գումարները, բյուջեի մտնում է ավելի շատ գումար, ավելի մեծ չափով ավելի շատ գումար է մտնում։ Այդ մեկ, երկրորդը վիճակագրական պատկեր է պետության, այսինքն պետությունը արտաքին մեր, հա, քաղաքականության մեջ դառնում է բարձր աշխատավարձ վճարող երկիր, պետություն, նաև իր վիճակագրական փաստերն են, իր վիճակագրական տվյալներն են հստակեցվում, ավելի մաքուր են լինում, որովհետև մի գործատուի այս դեպքում ձեռք չի տա պահի, թաքցնի մաքուր աշխատվողը, բոլորի դեպքում նույն հարկն է վճարում, ընտրովի տարբերակը չէ, նույնը երրորդն էլ, երրորդ պետության նաև շահը, նաև պետության շահը նաև որ այո, որպես բարձր վճարողականություն ունեցող երկիր առաջադեմ է լինում, որ օրինակ մեր Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձը կազմում է 180,000 դրամ, 230, այսինքն վճարողության երկիր ունենք մենք։ Նույնը գործատուն էլ է այդ դեպքում միևնույնն է շահում, եթե ինքը ամբողջ աշխատավարձը գրանցում է, ինքը ամսական է վճարելու այդ 18%-ները, ոչ թե տարվա մեջ մի անգամ, որը տարվա վերջում, ասենք, տարին փակվեց, հաջորդ տարվա մինչև երկրորդ եռամսյակի առաջի ամսում, նա պարտավորվում է, ասենք, այդ ամբողջ գումարը միանվագ մարել։ Դա էլ է մեծ բեռ, տարին դեռ չսկսված գործատուի համար հսկայական բեռ է լինում։ То есть ավելի լավ է այնտեղ ինքը տա քիչ-քիչ ամսական, այսպես ասած ժողովրդական լեզվով ասած իր վրա չի երևում, քան վերջում միանավանք այդ մեծ գումարներ տրամադրի իր բյուջեից, որը որ հենց տարվա սկզբից իր համար ավելի վատ է լինելու տնտեսապես։ Շատ լավ, Տիկին Առաքելյան, նաև ձեր ծրագրերը ներկայացնելուց ձեր պատգամավորի տեխնացուները ներկայացրել էին, որ փոքր բիզնեսները չեն հարկ չեք վերցնելու, սակայն դրա փոխարեն փոքր բիզնես ունեցողները պետք է իրենց դիմացի այդ փողոցը, հա, որտեղ խանութը որ գտնվում է, պետք է եւ լույսով ապահովեն եւ իրենց խանութի դիմացի մաքրությունը նրանք ապահովեն։ Այս պարագայում ինչ կոնկրետ քայլեր եք նախատեսում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը եւ կարողանան արժանապատիվ աշխատել սեփական երկրում։ Շատ լավ հարց տվեցիք, այո, դա շատ կարևոր է, որովհետև երբ որ առաջ կար ներդրված էր միկրոձեռնարկատիրական ընկերություններ, հասկացողությունը, որոնք որ 24 միլիոնի շրջանակներում ընդհանրապես հարկ չէին վճարում, գիտեք ինչ, դա հենց խթանումն է, որովհետև երբ որ մարդը իր պատկերացումով ունենում է ամսական ինչ-որ կայուն եկամուտ, հա, որը որ իր կյանքը կբարելավի փոքր, իր մասշտաբով, ինչքան որ պատկերացնում, ինչքան որ հնարավորություն ունի, տան արտադրություն, ասենք, ինչ-որ փոքրիկ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում, ընտանիքի հետ միասին թխվածքներ, չգիտեմ, կարված ինչ-որ իրեր, հա, կամ ինչ-որ վերանորոգման ներքին հարդարման աշխատանքներ էին կատարում։ Ես միանշանակ կողմ եմ դրան, հաստատ շատ լավ գաղափար է ներդրված, որ պետք է այո փոքր եւ մանր բիզնեսներին առաջ տանել, ինչի համար է դա խաթարվել։ Մենք գիտենք, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետություն գիգանտ ընկերություններ, հա, նույն այդ օլիգարխները, որոնք որ ունեն խանութների ցանց, հա, ինչ որ սպասարկող ինչ որ բաների գործունեություններ ունեն, տենց ցանցեր են։ Այդ ցանցերի այդ շարունակականությունը պահպանելու համար, որ
հարստները հարստանան, աղքատներն ավելի աղքատանան, դրա համար փոխվում են եւ հարվածի տակ են ընկնում փոքր մանր բիզնեսի գործունեություն իրականացնողները։ Միանշանակ շատ լավ գաղափար է, այո, պետք է ներդրվեն այնպիսի պարզեցված համակարգեր, առաջ կար պարզեցված հարկ հասկացողությունը, այնպիսի համակարգեր, որ մարդիկ այդ շրջանակներում արդեն սա բարդ մեխանիզմ է, սա ավելի լավ գաղափարներ, ավելի լավ խելքեր կան մեր տնտեսագետներ ունենք մեր Հայաստանապետությունում, որոնք կարող են դա մշակել, արել են, ել կանեն ու ելի պետք է անեն, որպեսզի մանր բիզնեսը դուրս գա, մարդը, սովորական մարդը, որ ինչքան որ հնարավորություն ունի, կարողանում է բիզնես անել, նա չստիպված չլինի լքել երկիրը, այսինքն ունենա հնարավորություն եկամուտ ապահովելու։ Թե չէ մեծ ցանցերով ծառայությունները, սպասարկումները, վաճառքի կետերը, չգիտեմ, մյուս բաները առանց այն էլ ունեն իրանք կայուն հսկայական եկամուտը։ Նրանց պետք է ավելի ազատել հարկերից, իրենց վրա ավելի շատ հարկ ավելացնել, որպեսզի բալանս լինի, թե չէ պատկերացրեք, հարուստները ավելի շատ են ստանում եկամուտ, որտեղ փոքրները մարվեցին, գնացին, իսկ նրանց եկամուտն ավելի շատ է ստացում, եւ շատ դեպքերում էլ մենք արդեն գիտենք եւ որևէ մեկը թող չհերքի, որ այնց այդ մեծ ցանցային կազմակերպությունները երբեմն շատ մեծ նաեւ հարկային արտոնություններ են ստանում։ Ինչի համար են ստանում, իբրև քիչ էր իրենց եկամուտը կամ օգուտը, հիմա էլ հարկային արտոնություններ են ստանում։ Ոչ, պետք է լինի հավասարություն, փոքրներին ավելի շատ բարձրացնելա պետք վերև, իսկ մեծերին պետք է զսպողականություն, որ չխեղդեն փոքր կազմակերպություններին։ Ինչ վերաբերում է բարեկարգման համար տարածքի, ինձ թվում է բոլորը պետք է դա անեն։ Օրինակ ես շատ խանութներ, թեկուզ մեծ խանութներ, տենց ռեստորաններ եւ այլն, բոլորը պետք է դա անեն։ Բոլորը պետք է իրանց հարակից 1-2 մետր հեռավորության այդ հարակից տարածքը պետք է մաքուր պահեն, չէ՞ որ օրինակ բերեմ, երբ որ դուք բազմաբնակարան շենքում ես բնակվում, դու ունես տուն։ Դուք միայն ձեր տունը չեք մաքրում, չէ՞, ձեր հարկը եւս մաքրում եք, ճիշտ է, այդ աստիճանավանդակը, այդքան մասը եւ մաքուր եք պահում։ Հիմա նույնն էլ ընկերություններն են, կազմակերպություններն են, եթե դուք ունեք խանութ, ներսում ձեր խանութը մաքրող ունեք, մաքուր է պահում, պարտավոր եք նաեւ դրսում մաքուր պահել, եւ դա էսթետիկական հաճույք է եւ պետք է այսուհետ լինի պարտադրված, լինի այնպիսի մի պարտադրող գործիք, որ այո, դուք եւ առավել եւս ասեմ, ամեն մի խանութ պարտավոր է ինչ որ կեր դնել շունիկների, փիսիկների, չգիտեմ, թռչնակների համար ինչ որ մի կերել դնել։ Կան թափառող շներ, կան թափառող կենդանիներ, որոնք որ մեծ սիրով կգան, կօգտվեն, կուտեն ու այո, կան նաև դեպի հանդիպել են մեր Հայաստան Հանրապետությունում դեպի խանութներ, որոնք կամավոր եղանակով դնում են դա։ Դա էլ մեկ այլ թեմա է, այդ արդեն հետո կանրադառնանք։ Շատ լավ։ Ձեր տնտեսական ծրագրում ինչ տեղ ունի գյուղատնտեսությունը եւ ինչպես եք պատրաստվում ապահովել, որ գյուղացին ոչ թե գոյատևի, այլ դառնա կայուն եկամուտ ունեցող տնտեսվարող։ Հայ, գյուղացու հարցը շատ ցավոտ հարց է, այո, գյուղացին իսկապես գոյատևում է, միշտ խոստումներ են տալիս, միշտ խոստանում են, որ բերքը ամբողջությամբ կմթերեն եւ այլն եւ այլն։ Այո, եւ այո, գալիս է ժամանակը պայմանավորված գնից կամ ցածր է լինում կամ տվյալ գյուղատնտեսի արտադրողի, աճեցնողի հերթը չի հասնում կամ բերքնապ չանում, այնպես, դա։ Դրանք պետքա բոլորը ապահովագրվեն, այսինքն մարդը նախապես պետք է ստանա անտոկոս գումար ժամանակի ընթացքում մասնակի մարելու պայմանով գյուղացին, շեշտում եմ, գյուղացին, որը որ գյուղական սահմաններում է այդ գործունեությունը իրականացնում։ Տվեցին գումարը, պետք է լինի ստուգիչ հանձնաժողովներ, գնաց գումարի հետևից, տեսնի արդյոք գումարի ամբողջական մասն է ներդրված, թե չգիտեմ, 1 միլիոն գումար գրանտ է կամ օգնություն է ստացել կամ անտոկոս վարկ է ստացել, 500-ը մեքենա գնի, 500-ը հողում ինչ որ գործողություն, ոչ։ Պետք է ամբողջականությամբ տրվի այդ գումարը գյուղատնտեսությանը, հողի մշակման, բերքի արտադրության եւ այլ աճեցման արտադրության համար։ Պարտադիր է դա։ Գյուղացուն պետք է աջակցել, առավել եւս սահմանի գյուղացուն։
աջակցեցին, տվեցին այդ անտոկոս վարկերը, որ ապահովագրել է պետք, մարդը պետք է հասկանա, նու միջինացված արժեքով, որ չափերով, որ ես այս գումարը որ ներդրում եմ, այսքան սերմ եմ գնելու, այսքան էլ արտադրանք եմ ստանալու, եթե կարկուտը կամ մյուսը եթեները պետք է լինի, ապահովագրվածը դա է նշանակում, որ մարդը պետք է ապահովագրված լինի եւ պաշտպանված լինի այդ հակակարգտային կայաններով, դրանք էլ պետք է ներդրվեն տարածքում, որ մարդու, ասենք, չգիտեմ, բերքը անձրևից է, կարկուտից է չփչանա։ Այդ փաստացի ապահովագրված իրականությունը պետք է կիրառվի, որ գյուղացին իմանա 1 միլիոն դրամ վարկ վերցրեց, հաստատ այդ 1 միլիոն դրամը, եթե ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, ցունամի, փոթորիկ, պաժար, չգիտեմ, ինքը կստանա իր բերքը եւ հետո արդեն իր գործը չի ինքը պարտադիր արդեն ունի պայմանավորվածություն, այսինչ գործարանի, այսինչ արտադրողի կամ այսինչ իրացնողի հետ, որ իր բերքը հենց գալու են իր դռնից էլ տանեն, կամ վճարման դիմաց գալու է ինքը հանձնի, մթերման իր բերքը։ Եթե չէ, իր գործը չի, ինքը իր գումարը պետքա դրանից ստանա, որովհետև ինքը 1 միլիոն վերցրել էր 2 միլիոն եկամուտ, նախատեսել 1 միլիոնը պետքա տանի բանկին, վճարը մեկը ինքը պետք է օգուտ ունենա, որ կարողանա գյուղացին ապրի նորմալ, չլքի, չթողնեն գնան արտերկիր աշխատանքի կամ ընդհանրապես սկզբից երիտասարդներն են ընտանիքի գնում, դրանից հետո գնում են նաև տան մեծերը, ծերերը եւ այլն, որպեսզի մենակ չմնան։ Շատ պայմաններ կա, մեր ժամանակը չի բավարարել, որ ես մեր ամբողջ ծրագրերը ներկայացնեմ, թե ինչեր կարելի է անել։ Այսպեսի խոսքա չէ, մարդու մտքին տեղ լինի։ Շատ միջոցներ կան, մնում են լինել հայրենանվեր, ինչպես մեր առաջնորդն է Վարդան Ղուկասյանը, հայրենասեր, հայրենանվեր, մաքուր, ազնի եւ բարի մարդ։ Մնացածը գործիքներ են, որոնք մենք ունենք, պետությունը ունի եւ կկարողանանք դրանք հանգիստ կկարողանանք կիրառել եւ գնալ առաջ, միայն առաջ։ Շատ լավ։ Այսօր հասարակության մեծ մասը դժգոհ է հարկային եւ սոցիալական բեռից։ Ինչ տնտեսական մեխանիզմներով եք նախատեսում նվազեցնել աղքատությունը, բարձրացնել աշխատավարձերը եւ թոշակները առանց տնտեսությանը ճնշելու։ Հա։ Ես քիչ առաջ իմ խոսքում նշեցի աշխատավարձի ամբողջական ստանալու, աշխատավարձի բարձրացման հետ կապված, հա, դա էլի ինչ որ մի ձեր հարցից տված պատասխաներ, որը հնչեց նախապես, այսինքն աշխատավարձերը ինչ մեթոդով, այդ հարկային բեռը իջացնելը ինչ մեթոդով, հա, էլ տեսեք, դա էլ է հարկ։ Եթե մարդուն ստիպում ես գործիքակազմով ստիպում ես, որ մարդը պետք է ամբողջական այդ հարկը վճարի, բայց նա հաստատ չի վճարի ավել հարկ, քան ասենք կգերադասի 18%-ը վճարել, քան կգերադասի 25%-ը վճարել, այդ առումով հարկը իջեցվեց, տեսեք աշխատավարձից հարկը իջեցվեց, բայց ավելացված մասից, որ գործիքակազմ լինի, պետք է մարդկանց գիտակցությունն էլ, օրինակ աշխատակիցն էլ ինքը ամենալավը դու կպաշտպանես քո իրավունքը, աշխատակիցն էլ պետք է գիտակցի, որ եթե ինքը ստանում է օրինակ 230,000 դրամ աշխատավարձ, ինքը պետք է լինելով գիտակից, հասկանալով, որ այո, պետությունը արել է այդ ընդառաջումը, որ հարկատուին, գործատուին ազատել է ավելորդ հարկի վճարման այդ բեռից, իսկ ինչու՞ չի ինքը այս դեպքում էլի ամբողջական ստանում իր գումարը։ Մարդու բարձր աշխատավարձը բանկում հանդես գալու այդ իր իրավունքը, որ արդեն ինքը կարող է նույն այդ օվերդրաֆտները, նույն այդ վարկերը ստանալ ավելի մեծ չափով, որտեղ եկամուտը ավել է, աշխատողի բարելավման մի որևէ մի ճյուղ, որ մարդու կյանքը դրանով կարող է բարելավվել, հարկատուինը դրանով կարող է բարելավվել, պետությունը ավելի շատ է ստանում, ավելի հաճախ ամսական է ստանում հարկերը, քան կստանար միանվագ եւ տարվա վերջում մի կտրվածքով կստանար եւ այլն եւ այլն եւ այլն շատ ճանապարհներ կա իրականում որ կարելի է տնտեսական վիճակը մարդու բարելավել այնպես որ պետությունը դրանից չտուժի այսինքն եթե մենք ասում ենք որ մենք հարկ ենք իջացնելու որովհետեւ որ պետությանը չճնշելով պետքա թոշակը բարձրացնենք հավատացեք որ հայրիկելու է եւ մի բան էլ ավելանալու, այսինքն մենք պետք է նաեւ հասկանանք միջին զամբյուղը։ Ես այսպեսի մի բան եմ մտածել, չգիտեմ որքանով դա հետո կկարողանա դառնալ իրականություն կամ կդառնա արդյոք թե ոչ, որ տարիքային շեմ գոյություն ունի եւ առհասարակ սոցիալական վիճակ գոյություն ունի։ Մենք ունենք, չէ՞, փարոս որը տեղյակ էր ընտանիքի ամեն ինչից, չէ՞, մի հատ ասենք, չգիտեմ, մեկը բարեկամը կամ հարևանը գալիս էր այդ տատիկի պատուհանը օրինակ, հա, կոտրված էր, գալիս էին բարեփոխում էին անում, ասենք, կամ չգիտեմ, հեռու բարեկամ, որ տատին գիշերը չսարի, ասում են ուրեմն դու գումար ունես, պատուհան ես փոխել, մենք ես փարոսից կտրում ենք, այսինքն
կա սոցիալական սիստեմ, որը որ տեղյակ է բոլոր աղքատ տարեց մարդկանցից, որոնք իրոք հնարավորություն չունեն ապրելու եւ ձեր ասած գոյատևում են պարզապես։ Իրանց համար պետք է խանութներում լինի ապրանքի այլ արժեք, կամ լինի փոխհատուցում, կամ ասենք լինի ինչ-որ այդ քարտեր կամ ինչ-որ բաներ տրամադրեն, որ իրանք բալերով այդ գնումները կատարեն, այսինքն իրանց մինիմալ զամբյուղը օրինակի համար 100 բալ լինի այդ քարտի մեջ, որ ինքը կկարողանա օրինակ իր հացը, մածունը, չգիտեմ, մյուսը գնել աչոկները լրացավ, ինքը ոչ թե գումար է դա ստանում, որ հանի ուրիշ նպատակներով ծախսի, այլ ուղիղ սնունդի վրա է վաճառում, ծախսում այդ քարտային բալերը։ Գնաց քարտով ստացավ, պետությունը փոխհատուցեց։ Դա էլ է որոշակի միջամտություն, տարեց մարդկանց թոշակառու անապահով հիվանդ, չգիտեմ, ծեր մարդկանց համար, որպեսզի իրանք ավելի բարելավեն։ Հավատացեք, այդ 40,000 դրամը չի հերիքում ոչինչի։ Էլի եմ ասում, կան դեղորայքներ, որոնք թոշակառուները պետք է ստանան անվճար, բայց պարզապես չեն ստանում, ասում են չկա, բայց այդ նույն դեղորայքը կա դեղատանը։ Այդ բալային սիստեմ ես կմշակեի, եթե ես լինեի դրա պատասխանատուն, որ կարողանա խանութից գնել ըստ իրա բալերի, ասենք, չգիտեմ, մածունը մի բալ է, հացը 5 բալ է կամ կոնֆետը 3 բալ է, այսպես էլի, բալային համակարգով, օրական կտրվածքով ինքը կկարողանա գնել իր համար սնունդ, որովհետև եւ կոմունալ վճարել, հա? Մարդը ապրել է տարիների ընթացքում տուն է ձեռք բերել, բայց այդ տան ինքը ապրում է, ինքը պետք է տա այդ կոմունալը, ասենք երեխաները մեծացել են, օրինակ հիմա ես ունեմ մայր թոշակառու, որ իմ խնդիրներն էլ ունեմ, իմ վարկերը ունեմ, հա, հիպոթեք ունեմ, վարկ ունեմ, բարելավում եմ իմ կյանքը, չգիտեմ, կենցաղ եմ ապահովում եւ այլն, իմ գումարը կարելի ասել օրինակ վերցնենք։ Իմ վրա եմ վերցնում, որ ոչ մեկ չնեղանա, փառք Աստծո, ես բարձր աշխատավարձով եմ վարձատրվում, լավ մասնագետ լինելով հանդերձ, ես խնդիր չունեմ, վերցնենք, իմ վրա եմ վերցնում, պատկերացնենք ինչ որ մի հատ իրավիճակ, որ հազիվ կարողանում եմ ես իմ ընտանիքը պահել, իմ գումարը դրան է։ Իմ վրա նաև ավելանում է կոպիտ ասած բեռ, ծնողի հոգսերը տանելու։ Ստիպված եմ, չէ՞, ես այդ անել, ոչ թե ստիպված եմ անել, այդ մեծ ցանկությամբ եմ անում դա, բայց անում եմ կտրելով իմ երեխայի, իմ կենցաղի պայմաններից եւ անում եմ դա իմ ծնողի համար։ Իսկ այդ մարդը ամբողջ կյանքում ապրել է, աշխատել է, արարել է պետության համար, դες հարկա տվել, պետությունը որոշակի չափով բալային սիստեմով, ամենամինիմալն եմ ասում, գոնե տվյալ մարդուն ուտելիքը գոնե պետք է ապահովել անվճար, իսկ դեղորայքը ամբողջությամբ անվճար։ Շատ լավ, Տիկին Առաքելյան, ամփոփելով մեր հետաքրքիր հարցազրույցը, ձեր կոչը հանրությանը, մեր հետևորդներին։ Նախ շատ եմ ուզում, որ բոլորը միանշանակ, մի մարդու պես գնան ընտրությունների։ Գիտեք ինչ, ես հիմա մեծ սիրով կասեմ, որ գնացեք ընտրեք դոկ կուսակցությանը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ շատ մեծ ցանկություն կունենամ։ Ինչու՞։ Որովհետև այսքան տարիների ընթացքում, երբ որ ես տեսել եմ նրա ապրումները, զգացել եմ նրա ապրումները, հասկացել եմ, որ այդ մարդը ուղղակի մինչև վերջի կաթիլը, մինչև վերջի շունչը հայրենիքի համար կարելի ասել մեռնում է։ Հավատացեք, դա այդպես է։ Կուզենամ հավատացնել, հասկացնել, մարդկանց մտածելակերպը, մտածողության վրա ազդել, ինչի, որովհետև ունեք շատ մարդիկ կարող են ասել, վայ, մենք իրան չենք ճանաչում, չգիտենք, որովհետև նա հայհոյել է։ Գիտեք ինչի է հայհոյել, սա էլ ասեմ, անցնենք առաջ, հա, ինչի է հայհոյել։ Նախ ես ասեմ, որ շատ լավ է արել հայհոյելը։ Ճիշտ է, դա մեզ հայ կնոջ, հայ մարդու, հայ ընտանիքի ականջին հարիր չի լսելուն դահաճը, բայց եթե պատկերացնենք մի իրավիճակ, դու ունես տուն եւ ունես հողամաս, ունես կենդանիներ, ունես երեխա, ունես ապրուստ։ Սենց վերցնենք, հա, քոնն է դա։ Դու դա թույլ չես տա որևէ մեկը վերցնի։ Պատկերացրեք, եկել եք տուն, տեսել եք հարևանը, հողամասիդ կեսը վերցրել է, կենդանիներիդ մորթել է, կերել է, հա, տնոջդ բռնաբարել է, չգիտեմ, ինչեր արել, հա, քեզ էլ ասում է ձայնդ կտրի, թե չէ, հեսա քեզ էլ եմ սպանելու, դու ինչ կանես, հետաքրքիր է, անպայման կհայհոյես, կողքի դրած բահը կվերցնես, կհարցակվես այդ մարդու վրա, եւ եթե չսպանես, ապա դա երևի թե լավ հարցի լուծման իրավիճակը կլինի, այսինքն չես դառնա, տիպը գոնե հանցագործ չես դառնա։ Հիմա ինքը ինչի է հայհոյում, որովհետեւ այս հայրենիքը հենց իր տունն է։ Նա դա զգում է իր կաշվի վրա, հա, զոհված տղաները դրանք իր երեխեքն են,
Արցախը իր հողամասն է, որ ձեռքից առել են։ Այն զոհված մայրերին, որ Եռաբլուրից ձեռքը ոտք քաշ տալով տանում են, այլև իր կինն է, իր պատկերացումը։ Դրա համար էլ հայոյում է։ Քիչ չի ասել, որ դուք իմ հայրենիքն եք քանդում իմ երկիրը, ես էլ ձեր տունը կքանդեմ։ Լավ անում։ Թող յուրաքանչյուր մարդ կաշվի վրա զգա, հասկանա պատկերացնի ոչ թե Հայաստանի Հանրապետությունն են ծվեն արել, Հայաստանի Հանրապետության զինվորին 18 տարեկան երեխուն են սպանել, այլ ոչ թե նրան են սպանել իր երեխուն, ոչ թե Արցախն են գողացել որպես հողամասն, իր տան հողամասն են գողացել, պղծել են հայերի անցածը ներկանում պատրաստվում են ապագան պղծել, մոռանում են 1.500.000 մարդու մորթազերծ արված պատմությունը փորձում են մոռանալ։ Լիքը սրբություններ կա, որ ուզում են հավասարացնել զրոյի, ինձ թվում է բոլորն էլ կհայոյեն։ Ու մարդն էլ մի քիչ էլ իրանից էլ չկա, ասել մեր մեջ ասած, որովհետև բնավորություն կա, չէ՞, մարդը կա բնավորությունով այդպիսին, այսինքն բառամթերքը այդպիսին, մարդ կա ավելի էմոցիոնալ է, մարդ կա ավելի հանգիստ է։ Հիմա նա էմոցիոնալ է, էմոցիոնալ մարդ է ու ունի այդ հատկությունը, ասենք այդպես խոսելու։ Շատ լավ կլիներ, որ չլիներ, բայց չի կարողանում այդ մարդը, որովհետև կաշվի վրա է ազգում, երբ որ իր հողին է ձեռք տալու, ուրեմն իր մաշկին է ձեռք տալիս։ Ես տենց եմ զգացել։ Ես չգիտեմ։ Ես աշխատել եմ այդ ամբողջից վերցնել են ինչը որ ինձ պետք է։ Ես հասկացել եմ, որ այդ մարդը այդ ամբողջ էմոցիան, այդ ամբողջ էքսպրեսիան գալիս է նրանից, որ դա իրանն է համարում։ Հիմա սա ձերն է, կտաք ինձ հենց այնց վերցնեմ գնամ։ Տվեք, հետո էլ ասեք, գիտեք, ես տվեցի, որտեվ ես խաղաղասեր եմ, ես չեմ ուզում, որ ինքը ինձ նեղացնի։ Ես խաղաղություն եմ ուզում, դրա համար ինչ ես ուզում, էլ ինչ տամ, ուզում ես այս բաժակներ տամ, ուզում եք այս թուղթներ, չի կարելի տենց։ Այ դրա համար է նա այդպիսին, նրա տեսակ այդպիսին։ Տվեք նրա ձեռը գործիքներ պայքարելու, տվեք օրենք կիրառելու, տվեք միջոցներ ճանապարհնել հասցնելու Հայաստանի Հանրապետությունը գագաթնակետին, ուրախության, լուսավորության, փառքի գագաթնակետին եւ նա դա կանի։ Ես վստահեցնում եմ, որ պահին, որ ես հասկացա, որ նա դա չի անելու, դա կլինի արդեն իսկապես իմ համար վերջին հիասթափությունը, վերջին հույսի կորուստը, հավատացեք։ Գիտեք ինչ, երբ որ բոլորը աֆորիայով sense ուրախության այդ երանդի մեջ գնում էին Նիկոլ Փաշինյանին ընտրելու, ես էլ sense շատ ուրախ գնացի հետները, ինչի չզգացի որևէ մի էմոցիա, որ պետքա իրան ընտրեմ, որովհետև պիտի փրկվեմ, չգիտեմ ինչից, ասեմ, ես ինքս ինձ ստեղծել եմ, իմ կյանքը, իմ գործունեությունը, իմ ուսումը, իմ ամեն ինչ ինքնուրույն եմ արել։ Այսինքն ես մյուս նախագահների, մյուս պետական գործիչների ժամանակ եմ ինքս արարել, ինքս ստեղծել, ինքս ապրել։ Նրա օրոք էլ մինչև հիմա էլ ես եմ անում, որևէ մի բանից չեմ օգտվել։ Ոչ մի բանից, բայց հիմա ես հասկանում եմ, որ երկիրս ոտքիս տակից գնում է։ Այ դրա համար եմ փորձում մտնել, փորձում մարդկանց գիտակցության բերել, փորձում հասկացնել։ Նրան համար էլ էի ասում, շատերը կային, ավելի խելացի մարդիկ, պոլիտիկայի մեջ եղած մարդիկ, հա, ասում էին, կտեսնես ինչ է լինելու, ասում էի, ես լինելով հաշվապահ, եթե ես նոր հաշվապահություն եմ վերցնում, 3 ամիս առնվազն ինձ պետք է հասկանալ նախկին հաշվապահն ինչեր արել, հասկանամ ինչպես կարող եմ այդ իրավիճակից կազմակերպությունը հանել եւ սկսում եմ արդեն աշխատել դեպի կազմակերպությունը տանել մաքուր ճանապարհով։ Այս մարդը երեք է ընտրվել, թույլ տվեք, խոսքս Նիկոլ Փաշինյանի մասին է, թույլ տվեք մարդուն ժամանակ տվեք 30 տարի ծվեն արած երկիրը, տեսնի ինչ է անում, ոնց է հանում այս իրավիճակից։ Բայց այսպես ասած առաջի 3 ամիս անցավ, մի երամսյակ անցավ, ոնց որ իմ պարագայում ասում ես տեսա, որ թավշաբարից անկամ մենք ոչինչ չենք լսում եւ ոչինչ չենք տեսնում, քիչ լեզու սկսեցի կծել, երբ որ ինձ ասում էին, արդեն լռում է, առաջ պայքարում էի։ Հետո քիչ արդեն 1 տարի հետո լիարժեք հակասում էի ես իմ ասած իմ արտահայտած բերած մտքերին եւ սկզբունքներին, որ ոչ, մարդ որ անում է, ապա անում է արագ եւ որակով, ոչ թե 8 տարի է սպասում ենք, որ պետք է արվի ինչ-որ մի գործողություն, բայց մինչեւ այսօր դեռ սպասում է 3-րդ անգամ ընտրվելուն, որ անի, չեմ հավատում։ Դրա համար եմ ուզում փոխել, դրա համար եմ ուզում, որպեսզի Վարդան Ղուկասյանի միջոցով մենք կարողանանք ինչ-որ մի բանի հասցնել մեր երկիրը։ Ես անձնական որևէ խնդիր չունեմ իմ կյանքը բարելավելու, փառք Աստծո, բոլորի օրոք էլ ես լավ եմ ապրել ու լավ էլ ապրելու եմ։ Բայց ուզում եմ, որ իմ երեխան ապրի Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ իմ թոռնիկը ապրի Հայաստանի Հանրապետությունում։ Հա, ուզում եմ իմ հոր գերեզմանը վաղը ես չկորցնեմ
կարողանամ գնալ իմ հոր գերեզմանին եւ խունկ ծխել։ Այ դրա համար եմ պայքարում։ Ճիշտ եմ անում։ Շնորհակալ եմ Վարդան Ղուկասյանին, որ նա կա, Աստված տա իրան ուժ, կարողություն, համբերություն, ու բոլորի գիտակցությունն էլ թող հասնի նրան, որ երկիրը քո անձնական շահից պետք է վերդասես։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ հուզիչ եւ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Աննա Առաքելյանը, ԴՕԿ կուսակցության падգամավորի թեկնածու, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին, կհանդիպենք։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք ԴՕԿ կուսակցությանը։ Քվեաթերթիկ համար 15